Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջնականապես ստորագրել է TRIP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն ստորագրել, ապա Հայաստան է ուղարկել։ Այսօր էլ իր վերջնական ստորագրությունը փաստաթղթի տակ դրել է Հայաստանի արտգործնախարարը։ Այսպիսով ստորագրման գործընթացն ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան այցի շրջանակներում Միրզոյանն ու Ռուբիոն նախաստորագրել էին Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ միջազգային բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Եթե Երևանը համարում է, որ Եվրոպական միությունում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է կատարել այդ ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք կողմ ենք այն բանին, ինչը հենց իրենք, հայերը, իրենց համար լավագույնն են համարում։ Այսպիսով Օվերչուկը պատասխանել է հարցին, թե արդյոք Երևանը կգնա ԵԱՏՄ-ի հետ կապերի վերջնական խզման։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի հետ պատերազմում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևին։ Փաստաթուղթը նախագահ Թրամփին կարգադրում է զերծ պահել ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ թշնամական գործողություններից, եթե կոնգրեսը պաշտոնապես պատերազմ չհայտարարի կամ չլիազորի ռազմական ուժի կիրառումը։ Չնայած պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումներին, թե Թեհրանի դեմ ամերիկյան ռազմական գործողություններն ավարտվել են, բանաձևն ընդունվել է 215 կողմ, 208 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Փաստաթղթի հաջորդ կանգառը կոնգրեսի վերին պալատն է, Սենատը, որտեղ նույնանման նախագիծ եւս շրջանառվում է։ Երկու պալատների վերջնական որոշումից հետո նախագահը պետք է ստորագրությամբ հաստատի այն, սակայն ակնկալվում է, որ Թրամփը կարող է վետո կիրառել։ Մարկո Ռուբիոն ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պնդել էր, որ Իրանի դեմ էպիկական ցասում գործողությունն արդեն իսկ ավարտվել է։ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին, իսկ ամերիկյան գործողության նպատակը, ինչպես շեշտել է Ռուբիոն, երբեք չի եղել Իրանում ռեժիմի փոփոխությունը։ Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը։ Այս մասին կողմերը հայտարարել են Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի ղեկավար Դանիել Հոլերի խոսքով հրադադարը կախված է Հեզբոլայի կրակի ամբողջական դադարեցումից եւ զինյալների հարավային Լիտանիի հատվածից դուրսբերումից։ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը նաեւ պայմանավորվել են ստեղծել փորձնական գոտիներ, որտեղ վերահսկողությունն ամբողջությամբ պետք է ստանձնի Լիբանանի բանակը, դուրս մղելով ոչ պետական զինված խմբերին։ Համաձայնության հիմքը ապրիլին ձեռք բերված եւ մայիսին երկարաձգված հրադադարն է, թեև այդ ընթացքում մարտերը կրկին շարունակվել են։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած խաղաղության համաձայնություն պետք է ներառի նաեւ Լիբանանի համար հրադադար։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։ Կիևի ղեկավարը շտապում է երկխոսություն սկսել, չսպասելով Միացյալ Նահանգների միջնորդությանը կամ այլ տարածաշրջանային ճգնաժամերի հանգուցալուծմանը։ Ըստ Զելենսկիի, Վաշինգտոնի ուշադրությունն այժմ առավելապես սևեռված է Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակին։ Նա խոստովանել է, որ Ուկրաինան այլևս չի հանդիսանում Սպիտակ տան արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Նման կտրուկ հայտարարությունը վկայում է Ուկրաինայի նախագահի խորը մտահոգության մասին, կապված Արևմուտքի աջակցության հնարավոր նվազման հետ։ Այս տեսակետը պետության ղեկավարը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փաստացի արձանագրելով աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը։ Դոնալդ Թրամփի եւ Բենյամին Նեթանյահուի սերտ համագործակցությունն այժմ փոխարինվել է լուրջ հակասություններով։ 3 ամիս տևած համատեղ ռազմական գործողություններից հետո կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Իրանի դեմ պատերազմի ավարտի սցենարի շուրջ։ Թրամփը ձգտում է շուտափույթ դիվանագիտական գործարքի, նախընտրական փուլում էներգակիրների գները նվազեցնելու նպատակով։ Նեթանյահուն Իսրայելում ենթարկվում է ներքին ճնշումների եւ պնդում է Լիբանանում Հեզբոլլահի դեմ գործողություններն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը կոշտ վերջնագրով պահանջել է դադարեցնել Բեյրութի հարվածները, բացահայտ ակնարկելով վարչապետի անձնական իրավական խնդիրները։ Թեհրանն իր հերթին հմտորեն օգտագործում է այս պառակտումը եւ լիբանանյան ճակատում հրադադարը դարձրել է Վաշինգտոնի հետ բանակցելու նախապայման։ Այսպիսով առաջնորդների անձնական շահերն ու քաղաքական հաշվարկները վտանգել են տարածաշրջանում ձևավորված փխրուն ռազմավարական գործընկերությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոռետեսորեն է արտահայտվել ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ դադարեցման հնարավորության մասին։ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում նա փաստել է, որ խաղաղության համաձայնագրի կնքման նախադրյալները ներկայումս բացակայում են։ Ըստ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի, կողմերը եւ հատկապես Մոսկվան խաղաղության համար անհրաժեշտ զիջումների գնալու կամք չեն դրսևորում։ Ռուբիոն համոզված է, որ այս կործանարար հակամարտությունը չունի զուտ ռազմական լուծում եւ պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Ցավոք բանակցային բոլոր ջանքերն առայժմ անպտուղ են, իսկ պատերազմն ավելի վտանգավոր թափ է հավաքում։ Վաշինգտոնը հավաստիացրել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը չի խաթարի Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը։ Միացյալ Նահանգները պատրաստակամ է ստանձնել միջնորդի դեր, թեև իրավիճակի իրական բարելավման հույսերը մնում են չափազանց աղոտ։ ԱՄՆ դաշնային իշխանությունները լիկվիդացրել են անդրսահմանային թմրաթուներ եւ առգրավել շուրջ 45 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 1 տոննա կոկային, հայտնել է Կալիֆոռնիայի հարավային օկրուգի դատախազությունը։ Ստորգետնյա անցուղու երկարությունը կազմել է մոտ 589 մետր, մեքսիկական Տիխուանա քաղաքից մինչև Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում գտնվող խանութներից մեկը։ Անցուղու պատերն ամրացված են եղել, այնտեղ կային ռեսել, օդափոխություն եւ էլեկտրականություն։ 21 զոհ, տասնյակ վիրավորներ Հնդկաստանում։ Մայրաքաղաքի հարավային թաղամասում բազմարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեռևս հայտնի չէ, թե հրդեհի բռնկման պահին քանի մարդ է եղել շենքում եւ ինչն է եղել բռնկման պատճառը։